Պարոն Մամեջանյան, տեսեք, երեք վարչապետի իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանն էր կոչով հայտարարությամբ հանդես եկել ուղված քաղաքական ուժերին, ինչու նոր, այսպես ասենք, որոշեցիք նորից արթնացնել այս թեման իմպիչմենտի, ինչ հաջողություն կարող է ունենալ այս անգամ եւ ըստ էության նաեւ ակնարկ էր փողոցային պայքար սկսելու, ճիշտ ենք հասկացել։ Ճիշտ ասած, այդտեղ ձեր ձևակերպումներից մի քանիսի հետ ես համաձայն չեմ, պարոն Ֆարադյան։ Առաջին իմպիչմենտի թեման քնած չի եղել, որ մենք արթնացնենք կամ այն չարթնացնենք։ Դա միշտ մեր օրակարգի թիվ 1 հարցն է։ Իմ համեստ կարծիքով դա վերջին շրջանում միակ ամբողջական առաջարկված ծրագիրն է ընդդիմության կողմից, իսկ Դավիթ Համբարձումյանը, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը, մեր ընկեր Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է իմպիչմենտի միասնական թեկնածուն։ Ես երկար կարող եմ գովերքի խոսքեր շռայլել պարոն Համբարձումյանի երեկվա նամակի հետ կապված, որը պետական մտածողության բոլորիս ընդհանրական նպատակի այն է իշխանափոխության կարևորությունը գիտակցելու եւ երկրորդական նպատակները մի կողմ դնելու, ինչպես նաեւ անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էր, բայց կարծում եմ դա ակնհայտ է մեր քաղաքացիների համար։ Ինչ վերաբերվում է ձեր ասացին, որ ակնարկ կար, այդտեղ ակնարկ չէր, ուղիղ հղում էր փողոցային պայքարին, որովհետև իմ համեստ կարծիքով դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որը իմ կարծիքով ընդդիմության համար անընդունելի գործելավոճ է։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը մոտ օրերս նիստ կգումարի եւ արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի այդ նամակի եւ առաջիկա process-ների վերաբերյալ։ Թեպետ ես գործադիր մարմնի անդամ եմ, եկեք գործադիր մարմնի ընդհանրական որոշումից առաջ դրա վերաբերյալ չխոսենք։ Հերթով ժողովուրդ, բոլորին պատասխանելու։ Սարգսյանը վերջերս ակնարկեց, որ նորություն կլինի իմպիչմենտի հետ կապված իր դատական վերջին նիստի ընթացքում կարծես թե։ Ինչպես տեսնում եք, խոսքը այս գործընթացի այս փուլի մասին էր, այո։ Պարոն Մամեջանյան, մի քանի ձախողված փորձեր են եղել փողոցային պայքարի, ինչ երաշխիք կա, որ այս անգամ կհաջողվի, որ նորից նույն բանի մեջ ենք մտնում։ Գիտեք, նախ էլի, եթե թույլ տաք ձեր ձևակերպման հետ մի փոքր ճշտում բառը լավը չի, բայց ամեն դեպքում կարծիք ասեմ։ Փողոցային մինչև հիմա տեղի ունեցած բոլոր պայքարները հիմնական ամբողջական նպատակին չեն հասել, ինչ խոսք այդտեղ վիճել հնարավոր չի։ Բայց անվանել ձախողված մի գործընթաց, որի ընթացքում մենք մեր պայքարի եղբայրները հայտնվել են անազատության մեջ, կրել են ծանր մարմնական վնասվածքներ եւ այլն, մի քիչ կոռեկտ չի հենց իրենց իսկ նկատմամբ։ Ուստի այո, այդ պայքարները չեն հասել իրենց նպատակին, բայց որևէ պայքար նախաձեռնելիս կամ դրա ամենավտանգավոր տեղերում ներգրավվելիս հանրապետականը երբեք չի հաշվարկում շանսերը։ Լավ, շանսերը լավն են, սկսենք պայքարել, շանսերը այդքան էլ լավը չեն, սկսենք չպայքարել։ Կաթիլը քարածակում եւ մենք պարտավոր ենք, պարզապես պարտավոր ենք, հաշվի առնելով մեր խոստումները, հաշվի առնելով մեր ասածները, մինչև վերջին վայրկյան բոլոր հնարավորությունները օգտագործել իրական նպատակի, իշխանափոխության հասնելու համար։ Ես չեմ կարող երաշխավորել այս կամ այն պայքարի փուլը ինչ արդյունքի կհասնի, բայց կարծում եմ պատճառաբանությունը, որ իսկ եթե չստացվի, պայքարը չսկսելու համար ադգավորկա չի, բարեր եմ բառը մոռացել եմ։ Այս կողմից գամ այստեղ, եթե դեմ չեք։ Հայաստան խմբակցությունը հիշում եք մի քանի ամիս առաջ իր ստորագրությունները տվեց, որպեսզի իմպիչմենտի գործընթացը սկսվի, դուք վստահեցնում եք, որ կան քաղաքական պատգամավորներ, որ այս գործընթացին, այսպես կուլիսներում խոսում են այն մասին, որ կարող են միանալ, կան արդյոք քաղաքականներ եւ օրինակ պատիվ ունեն մի արդեն նախկին անդամ Իշխան Զաքարյանի հետ այս թեմայով որևէ քննարկումներ եղել են, նա պատրաստ է, եթե փողոց գեներացվի եւ այլն, մեկ քաղաքականների անհրաժեշտ թվով քաղաքականների հետ նաեւ միանա այդ ստորագրություններին։ Իշխան Զաքարյանի հետ քննարկումներ եղել են, թե ինքը ինչի է պատրաստ, ինչի պատրաստ չի, կարծում եմ պետք է հարցնել իրենից։ Ինչ վերաբերվում է ԿՊ-ական պատգամավորների եւ առհասարակ պատգամավորների, մենք անկախ պատգամավորներ ունենք, չէ՞, հետ քննարկումների վերաբերյալ
ամենատարբեր ձևաչափերով, ամենատարբեր մարդկանց կողմից եղել են քննարկումներ, եղել են աշխատանքներ, բայց դուք եք հասկանում, որ եթե վարչապետի միասնական թեկնածուի հայտարարումից 1 ամիս հետո կալանավորում են, ակնհայտ է, չէ, որ այն ԿՊԱ-ականները, որոնք այս կամ այն գործընթացի մեջ են, կվախենան հրապարակային դրա մասին ասեն։ Եվս մեկ անգամ ասեմ, այն պատգամավորները ԿՊԱ-ական, որոնք այսօր երեկոյան ենթադրենք ստորագրելու են իմպիչմենտի գործընթացը, շատ հավանական է, որ առավոտը տան ինտերվյու, որ ասեն, որ ամեն ինչ լավ է, մեր թիմը կուր է, պերաշկիով եւ այլնով եւ ամեն ինչով։ Դա ցուցիչ չի։ Աշխատանքները տարվում են, այդ աշխատանքներին իշխանությունները իրավական պսևդո իրավական իհարկե քաղաքական հետապնդումներով ամեն կերպ խանգարում են, սկսած Դավիթ Համբարձումյանի անձնապես նկատմամբ քրեական հետապնդումից վերջացրած իր ազգականների նկատմամբ հետապնդումներից եւ շատ ու շատ դրսևորումներով եւ ի պատիվ Դավիթի ինքը այդ ամենին դիմակայում է, առավել եւս կոչ է անում, որպեսզի գործընթացը եւս մեկ փուլով եւս մեկ անգամ ակտիվացվի։ Իսկ եղել են ԿՊԱ-ականներ, որ պատրաստ են Եղել են քննարկումներ, եկեք ես ավելին չասեմ։ անկախ պատգամավորների Բոլոր պատգամավորների հետ եղել են քննարկումներ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։